բարձրած բուն թեմային։ Okay, կա մեր օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձ, որը 75,000 դրամ է, որից այո նաև հաշվարկվում են շատ այլ բաներ եւ հիմնականում այն ինչ որ դուք նշեցիք, քաղծառայողների եւ տարբեր այլ պետական ծառայողների աշխատավարձեր։ Դրանից բացի, ըստ էության, այս նվազագույն աշխատավարձը որևէ դեր չունի իրական կյանքում։ Ավելին, մենք բազմիցս նաև ասել ենք եւ նաև կարող եմ հիմա էլ թվեր ասել, օրինակ վերջի վիճակագրության։ Երբ որ մենք տեսնում ենք աշխատատեղերի միգրացիա ցածր վարձատրվող կտորից դեպի բարձր վարձատրվող, այսինքն մենք այդ նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, չբարձրացնենք, թողնենք նույնը, միևնույնն է, իրական սեկտորում իրական աշխատավարձերը բարձրանում են, այդ թվում մրցակցության շնորհիվ, որտեղ աշխատատեղեր ունեցող գործատուները ուզում են, որ իրենց մոտ գան լավ աշխատողներ, որոնց համար նրանք պատրաստ են տալ ավելի բարձր աշխատավարձ։ Ես օրինակ հենց հիմա կարող եմ ասել, որ 25-26-ի հունվարի համեմատ, 25-26-ի, մենք մինչև 100,000 դրամ ստացող աշխատատեղերի կրճատում ենք ունեցել, ինչի հաշվին, որտեղ 150,000-ից ավելի բարձրում ունեցել ենք ավելացում, մոտ 12,000 աշխատատեղ կրճատվել է մինչև 150,000 կտորում, բայց ոչ թե կրճատվել է, այլ նրանք տեղափոխվել են ավելի բարձր կտորներ, 150,000-ից ավելի բարձր, 500,000-ից ավելի բարձր, ել չեմ ասում դրանից ավելի բարձր է։ Եվ մեր իրական նպատակը այդ պետք է լինի եւ դա է տնտեսության զարգացման միջոցով հասնել նրան, որ իրական աշխատավարձերը բարձրանան եւ որոնք բարձրանում են։ Իդեպ բարձրանում է թե միջին աշխատավարձը, թե նաեւ մեդիանն է բարձրանում, այո, որը տարբեր է միջին աշխատավարձից։ Եվ այս ամեն ինչը մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա զգում են։ Հիմա մենք կգնանք այդ 75,000-ը կդարձնենք 85,000 կամ 105,000 կամ չգիտեմ ինչքան, դրանից բացի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումից ուրիշ բան չի փոխվելու իրական կյանքում։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ այդ հարցը ըստ էության մենք լուծել ենք եւ շարունակում ենք լուծել ու մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք դրա վրա պետք է կենտրոնանանք, ոչ թե 75-ը 85 կամ 95 դարձնելու վրա։